Մոտ 2 օր է ոստիկանությունը չի կարողանում գտնել Փարաքարի համայնքապետի եւ իրենց ծառայակցին մերձավանում դաժանորեն սպանած անձին։ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի հոգեհանգստի արարողությանը մասնակցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քիչ առաջ միայն ասաց ակտիվ աշխատում են։ Նրան ուղեկցում էր նաեւ երկրի ոստիկանապետը։ Հենց նորություն ունենանք, որը կլինի արժանահավատ, անպայման կկիսվենք։ Երկու զոհի պատճառ դարձած կրակոցները սեպտեմբերի 23-ի կեսգիշերին մոտ են հնչել, տարածքի տեսախցիկները ֆիքսել են զինված մարդասպանը դիմակավորված է եղել։ Մերձավանի կրակոցների հետևանքով կա նաև վիրավոր Արծրուն Գալստյանը, նա այսօր գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է, ազատությանը հայտնեցին քննչական կոմիտեից։ Արդյոք նրա խոսքերը լույս սփռել են տեղի ունեցածի վրա պարզ չէ, իրավապահները մանրամասներ չեն հաղորդել։ Երեք վարչապետը մանրամասն վերլուծության կարիք էր տեսել, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարքը թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել, խոստացել, որ այդ վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։ Թե ինչ է կատարվել, ինչ չէ, հայտնի չէ, բայց փաստ է ոչ մի բարձրաստիճան այս պահին իր պաշտոնից չի զրկվել։ Ընդդիմադիր ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքում մարտին տարած հաղթանակից հետո էր ստանձնել պաշտոնը։ Դրանից առաջ էին համայնքում կրակոցներ հնչել, փետրվարին սպանվել էր նախկին ՔՊԱ-ական վարչական ղեկավարի ազգականը, այս գործով տնային կալանքի տակ է սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Նրա կուսակիցները կարծում են հանցագործությունների չկանխարգելման պատասխանատվությունն իրավապահ համակարգի ղեկավարությանն է։ Բեսպրեդել Մեսրոպ Առաքելյանը հանցավորության վիճակը երկրում այսպես բնութագրեց, բայց ձեռնպահ մնաց այս պահին վարկածներ առաջ քաշել։ Իրավապահ համակարգի եւ իշխանությունների նաեւ պատասխանատվությունը կանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը եւ դրանով փարատեն որևէ կասկած, որևէ մտահոգություն եւ դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը իշխանության պատասխանատվությունը չէր հերքում, այդ դեպքում ինչու չի կանխվել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը։ Դուք ապրել եք, տեսել եք տարիներ առաջ ոնց է եղել ու հիմա ոնց է։ Ակնհայտ երևում է, որ տարբերություն կա։ Վալոդյա Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ, նրա անունից Փարաքար ծաղկեպսակ է հասել։